նշեցիք, որ հիմա ավելի աճել է խոսքի ազատությունը, մարդիկ ավելի ազատ են, անկաշկանդ են հանրային ցույցեր իրականացնելու մեջ, բայց նկատենք, որ նախորդ իշխանության տարիներին տեղի ունեցավ հեղափոխությունը եւ նաեւ խոսքի ազատության մամուլի ազատությանը անդրադարձակ խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ հրապարակվել են թվեր 2025 թվականի տարեկան զեկույցն է հրապարակել խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որը այսպես ասած մտահոգիչ է թվերը լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների եւ խախտումների ընդհանուր թիվը աճել է բացի այդ մի շարք պաշտոնատար անձանց անուններ կան որոնք լրագրողներին թիրախավորել են կամ նրանց նկատմամբ անպարկեշտ վերաբերմունք են ցուցաբերել, նրանց թվում են Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը եւ Վիլեն Կապրելյանը, նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ քաղաքապետ Տիգրան Ավինյանը, բայց սրա մասին չի խոսվում, աղմուկ չկա, մինչդեռ նախկինում ամեն դեպքում բաստարով ակցիաներ հաստատ կանեին։ Ինձ թվում է մենք երբեմն այնքան անսովոր ենք ժողովրդավարության դրսևորումներին, որ շատ երևույթներ չենք նկատում։ Մենք չենք նկատում այն, որ նախկինում, ինչի նախկինում իշխանությունները չէին թիրախավորում։ Եկեք սկսենք հետևյալից։ Լրագրողներին թիրախավորելը վատ է եւ ես որևիցե մտադրություն չունեմ դա պաշտպանելու եւ դա միայն քննադատելի է։ Բայց առհասարակ ինչի նախկինում հանրապետական իշխանությունները կամ Քոչարյանի ժամանակներում չեն թիրախավորվում լրագրողները, այտենց բանավոր խոսքով չեն թիրախավորում, որտեղ դրա կարիքը չկար, որտեղ անկախ լրագրողների տիրույթը այնքան սահմանափակ էր, անկախ լրագրողների, անդիմադիր լրագրողների, այնքան սահմանափակ էր, հիմնական մեդիադաշտը իշխանամետ լրատվամիջոցներն էին։ Բոլոր TV-ները իշխանամետ էին, համարյա բոլոր ռադիոները իշխանամետ էին, թերթերի զգալի մասը իշխանամետ էին, on-line-ն էլ այն ժամանակ համարյա տարածում չուներ։ Ում թիրախավոր էին, կարիք կար թիրախավորելու։ Թեև այն ժամանակ երբ որ լինում էր թիրախավորում, այդ թիրախավորումը այնպիսի թիրախավորում էր, որ ոչ մեկի չէի նախանձի։ Ավտո հրկիզել, դալանում ծեծուջարդի ենթարկել, շատ ավելի դաժան թիրախավոր, անձնական տվյալներ հրապարակել, շատ ավելի դաժան թիրախավորումներ էին, քան այդ բանավոր վիրավորական կամ կիսավիրավորական բաները, որ հիմա ենք տեսնում, նորից որևիցե առումով չարդարացնելով այն ինչ որ հիմա տեղի ունենում, բայց ամեն դեպքում եթե համեմատում ենք նախկինի հետ, սա շատ ավելի քիչ խնդրահարույց է, քան նախկինում, բայց ես չեմ ուզում նախկինի հետ համեմատեմ, ես ուզում Շվեդիայի հետ համեմատեմ, որտեղ նախկինի հետ համեմատելուց համեմատելու ենք նախկինի հետ, տեսնենք ընդդիմադիր TV չկար, ընդդիմադիր լրատվամիջոցները կամ անկախ լրատվամիջոցները շատ սահմանափակ էին, երբ ուզում էին ընդհանրապես այդ անկախ լրատվամիջոցների փակում էին, օրինակ երբ որ մի հատ լավ ջիգարով ընտրություն էին կեղծում, այդ ընտրություն կեղծելուց հետո ընդհանրապես անկախ մամուլը փակում էին, ասում էին 20 օր ընդհանրապես ոչ մի ծպտուն չհանեք, տներից դուրս չգաք։ Ես չեմ ուզում այդ ժամանակների հետ մենք համեմատվենք։ Ես ազնվությամբ չեմ ուզում, ես ուզում եմ մենք համեմատվենք Շվեդիայի հետ, որպեսզի ձգտենք դեպի Շվեդիա եւ ոչ թե ձգտենք դեպի պայմանական, չգիտեմ, 2008 թիվ։